Ներկայացնենք հյուրերին, Արմինե Վարդանյանը մեզ մոտ տաղավարում, հոգեբան, հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ գրքի համահեղինակ, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Լուսինե Աղաբեկյանը, հոգեբան, հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ գրքի համահեղինակ, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ ենք հրավերի համար։ Շատ գեղեցիկ եք, շատ հաճելի է ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում։ Ես կցանկանայի միանգամից սկսել մի քիչ ավելի մեծ ու մասշտաբային հարցից։ Վստահաբար գիտենք, որ այս գրքում տեղ են գտել կարևոր գաղափարներ, եզրահանգումներ, որոնք արվել են ուսումնասիրություններից ու փորձից ելնելով ամենակարևորը ռեալ իսկական կյանքից, բայց սա շատ խորքային ու մեծ թեմա է։ Եվ հաշվի առնելով, որ մենք ապրում ենք Հայաստանում եւ մեր մտածողությունը շատ տարբեր է, եթե համատենք օրինակ ամերիկյան կամ եվրոպական ստանդարտներին, ծնողավարության, այնտեղ կան ինչ-որ գործող օրենքներ, որոնք համատարած բնույթ են ունենում ու նաեւ ընտանիքներում։ Բայց մենք հայերս մի տեսակ պետք է դեռ հասնենք դրան, որովհետեւ մենք այդպես չենք։ Եվ ինչպես ենք մեր հայ իրականության մեջ կարողանում օրինակ մարդկանց առաջարկել գիրք եւ համոզել, որ դա ճշմարիտ ուղին է ծնողավարման եւ երեխաների հետ անկեղծ շփվելու համար, որովհետեւ տարբեր ենք մենք շատ եւ ծնողները եւ երեխաները։ Ընտանիքներում եթե կա բացարձակ ճշմարտություն, այդ ընտանիքում չկա եւ նրանք իրենց ստեղծած ճշմարտության մեջ են երջանիկ ապրում։ Ինչ կասեք այս թեմայով։ Գուցե մի քիչ մեծ է թեման, բայց շատ հետաքրքիր է ըստիս։ Իսկապես շնորհակալություն գրքի մասին բարձրաձայնելու հնարավորության համար։ Շատ տեղին դիտարկում էր իրականում, այո, մենք կարող ենք շատ գեղեցիկ խոսքերով, բայց ոչ մեր մշակույթին հարմար գրականություն կարդալ, որտեղ որ շատ առաջարկներ, շատ սկզբունքներ, շատ մոտեցումներ ուղղակի անիրատեսական թվան։ Մեր երևի կարևորագույն այսպես սկզբունքը այս գիրքը ստեղծելիս հենց դա էր, որ չլինի պարզապես տեսություն, որ չլինեն գեղեցիկ խոսքեր, այլ լինի շատ գործնական եւ իրական եւ այո, մեր մշակույթին շատ հարմար։ Մենք ինքներս Ես 3 երեխաների, Լուսնեն եւս 3 երեխաների մայր է եւ մենք ինքներս բոլոր այն օրինակները, այն նախադասությունները կարող եմ այսպես վստահաբար ասել, որ գրել ենք գրքում եւ իրենք այստեղ տեղ են գտել, յուրաքանչյուր նախադասության վրա այսպես շատ լուրջ մտածել ենք ինչպես դա կընկալվի, արդյոք դա մեր իրականության մեջ, մեր հասարակության մեջ ընդունելի տարբերակ կլինի եւ սա կարեւորագույն սկզբունքներից մեկն էր լինել իրական եւ իրատեսական գրքում եւ առաջարկներն էլ հենց այդպես ներկայացնել ու այն օրինակները, որոնք որ դուք կտեսնեք, ես այսպես ամենայն պատասխանատվությամբ նաև որպես ծնող ասում եմ, որ այո, բոլորը փորձարկված են, այո, բոլորը իրական են եւ աշխատող են։ Լուսինե, դուք որպես հոգեբան աշխատում եք եւ երեխաների հետ եւ մեծահասակների հետ, այ հետաքրքիր է որոնք են այն հիմնական խնդիրները, եթե այդպես կարող ենք դրանք կոչել, որոնց բախվում են մեծահասակները երեխաների հետ փոխհարաբերություններ կառուցելու ժամանակ։ Իրականում շատ տարբեր են խնդիրները ծնողների համար երևի թե առաջին հերթին, որտեղ երեխաների հետ խնդիրներ առաջին հերթին ամենաշատը ընտանիքում են ունենում ծնողները։ Այս պահին շատ իհարկե արդիական են գadgetների հետ կապված կախվածությունների թեման, ծնողների միշտ ամենամեծ մտահոգությունն է ինչպես մի փոքր էկրաններից դուրս հանել երեխաներին, ուսումնական խնդիրները բնականաբար, որովհետև ժամանակակից կրթական համակարգը կարծես փորձում է հասնել այս նոր փոփոխություններին ու միշտ չէ որ երեխաները հաճույքով են գնում դպրոց, հաճախ այդ ուսումնական մոտիվացիայի հետ կապված խնդիրներ են լինում, բայց իհարկե նաև տարիքային ճգնաժամերը, որոնք որ ոչ մեկ չի հետաձգել տարբեր տարիքային փուլերում երեխաները դժվարություններ են ունենում եւ դրանց արձագանքելու հարցեր են ծնողների մոտ առաջանում եւ արդեն անհատական շատ տարբեր խնդիրներ, վախեր, ագրեսիա եւ այսպես շատ բազմազան են իրականում հարցերը։ Մի հետաքրքիր ժամանակաշրջանային դիտարկում անենք, եթե օրինակ գնանք մի 20 տարի հետ, ապա երբ մարդիկ դառնում էին ծնողներ, ունեին այլ ժամանակաշրջանի կրող մտածողություն, բայց իրենց երեխաները արդեն բացարձակ այլ մտածողություն ժամանակահատվածի առումով, բայց այսօրվա ժամանակահատվածում եւ ծնողները եւ երեխաները կարծես դեռ ապրում են նույն մտածողության մեջ, որովհետեւ վերջին գոնե 10-15 տարիների ընթացքում եւ հաճելի եւ դրական եւ բացասական առումներով այս ինֆորմացիոն գերպաշարը ունի իր ազդեցությունը դրական ու բացասական իմաստներով։ Ժամանակակից ծնողների մոտ ինչ դրական առումով աճ ենք նկատում մտածողության հետ կապված, շփումը երեխաների հետ, որքանով է անկեղծ ու բնականին մոտ ամենակարևորը։ Եւ արդյոք այսօրվա մեր ծնողները փորձում են հաշվի առնել երեխայի բնական տեսակը, այն ինչ գենետիկորեն նա կրում է եւ ծնվում է, որովհետեւ գիտենք, որ հոգեբանական առումով տարբեր են խառնվածքները երեխաների։ Այս մասում ինչ կասեք։
Շնորհակալություն հարցի համար։ Այո, իրապես այն ժամանակ, երբ մենք ենք մեծացել եւ մեր ծնողների ծնողավարությունը էականորեն տարբերվում է այն ծնողավարությունից, որը հիմա մենք ենք իրականացնում, եւ ես միշտ բոլոր հանդիպումների ընթացքում խմբային անհատական ասում եմ, որ շատ անշնորհակալ գործ է համեմատել այն ժամանակ եւ մեր ժամանակ, շատ կարեւոր է ուղղակի ընդունել այն իրականությունը, որում որ մենք ապրում ենք։ Մեր ծնողները իրենց ծնողավարությունը իրականացրել են այլ իրականության մեջ, այլ սկզբունքներով, այլ արժեքներով, մենք հիմա ունենք այլ իրականություն, հա, մենք օրինակ, հենց մեր վառ օրինակով իրականացնում ենք դա թվային աշխարհում։ Մեր ծնողները այդ մարտահրավերը չեն ունեցել որպես այդպիսի։ Եվ արժե համակարգային տեսակետից շատ կարևոր է ուղղակի ունենալ առողջ մոտեցում ամեն ինչին։ Այստեղ եւ հիմա ինչ ունեմ ես իմ ընտանիքում։ Ես ինքս ինչպիսին եմ, ինչ առանձնահատկություններն եմ, սա էլ է շատ կարևոր, որովհետև շատ հաճախ ընկալում կա, որ ծնողավարությունը միայն երեխայի համար եւ երեխայի մասին է, երեխայի կարիքները բավարարելու, երեխայի ցանկություններին ընդառաջ գնալու, բայց ծնողավարության մեջ շատ կարևոր են նաև ծնողական զգացողությունները, հա, եւ շատ կարևոր է հասկանալ ես ինչ զգացողություններ ունեմ, որտեղ եմ ես ինձ լավ զգում, ինչից եմ ես ջղայնանում, ինչն է ինձ դուր գալիս, ինչը ինձ դուր չի գալիս, հա, եւ նաև այո, իսկապես տեսնել երեխային եւ մեր գրքի հենց առաջին մասը այսպես բավականին ընդգրկուն հենց դրա մասին է, որ հիմքը երեխային առանց որևէ նախապայմանի ուղղակի սիրելու ու ընդունելու մասին է եւ հիմքը հենց այդտեղ է դրվում առողջ ծնող-երեխա փոխհարաբերությունների, երբ ծնողը չի սպասում, որ երեխան պիտի լինի ինչ որ տեսակի, այլ ընդունում է, որ ինքը մի քիչ շարժուն է, մի քիչ դժվար է գիշերները քնում, գուցե ընկերների հետ ունի հարաբերությունների դժվարություններ, գուցե ինչ որ դրվագներում ավելի պորտկուն է եւ դա որևէ կերպ բացասական ազդեցություն չի թողնում երեխայի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։ Մարտահրավերները շատ են, բայց այսպես այստեղ դարմանը, հա, այսպես ասած, իրականությունը ընդունելն է եւ իրականության մեջ ճիշտ գործիքակազմ փնտրել է, երևի ծնողների ակտիվության եւ պատասխանատվության մասով Լուսինեն կասի։ Այո, իհարկե։ Իրականում կարծում եմ, որ շատ օրինաչափ է, որ միջսերնդային, հա, այդ տարբերությունները միշտ լինելու են, եւ հարցը այն չէ, որ մենք դիտարկում ենք նախորդը որպես վատը, իսկ այն ինչ որ կա հիմա լավը։ Ամեն մեկը իր տեղին, իր ժամանակի մեջ, այո, լավն է եւ մենք բոլորը շնորհակալ ենք մեր ծնողներին այն դաստիարակության համար, որը տվել են եւ այն ինչ եկել է նոր լեզու է, բայց չի հակասում, այսպես ասած, հա, նախորդին, որովհետեւ ինչպես Արմինեն նշեց, այդ սկզբունքները նույնն են, հա, երեխային սիրելու, վստահելու, ընդունելու, նրա հետ անկեղծ լինելու, այսինքն հենց հարաբերությունների ձևավորումը միշտ է կարծում եմ արդիական եղել ցանկացած սերնդի ժամանակ, բայց նաև ծնողի, այսպես ասած, պատասխանատվությունն է այս հարաբերությունների մեջ, որպես մեծահասակ վերցնել իր վրա այդ դիրքը, հա, եւ դերը հարաբերությունները ճիշտ ուղղությամբ, այո, տանելու, ուղղորդելու եւ այդ ուղղորդումը իրականում միշտ չէ որ խորհուրդների մասին է, որովհետեւ հաճախ մենք ընկալում ենք ծնողավարումը որպես խորհուրդ տալու եւ ճիշտը ցույց տալու ճանապարհ, բայց իրականում ժամանակակից մոտեցումները շատ ավելի գնում են դեպի երեխային լսելու, նրա հետևից գնալու, նրա կարծիքը հարգելու, հաշվի առնելու եւ նրան նաեւ այդ ինքնաարտահայտման դաշտը եւ հնարավորությունը տալու ուղղությամբ։ Գիրքը կոչվում է հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ, հետաքրքիր է ինչպես առաջացավ գաղափարը, որ պետք է գիրք գրել, որքան ժամանակ եք ծախսել այդ ամենը անելու համար եւ արդյոք կգտնենք բոլոր այս հարցերի պատասխանները, որոնք քննարկում ենք հենց գրքում։ Միտքը ունեցել ենք բավականին վաղուց, դեռ 2019 թվականին, երբ մենք ակտիվ սկսեցինք աշխատել ծնողների հետ, միտքը արդեն կար ստեղծել նյութեր, որոնք որ կլինեն մնայուն եւ որոնք հասանելի կլինեն ծնողներին հենց հայերեն լեզվով, որովհետեւ ինչպես արդեն նշեցինք, գրականություն եւ տեղեկություն չափազանց շատ կա, բայց հայերեն լեզվով եւ մեզ հարմար ցավոք սրտի չկա։ Եվ պիտի ձեր հարցին, հա, նախորդ վերադառնալով ասեմ, որ մենք ունենք առաջընթաց այնուամենայնիվ ծնողների հետաքրքրվածության, ծնողների ակտիվության մասով եւ մեր գործունեությունը, ծնողների ակտիվությունը, մեր ցանկությունը այսպես համադրելով իրար հետ մենք ստեղծեցինք մեր գիրքը, երևի կարող ենք այսպես վստահ ասել, որ 2019-ից սաղմերը այսպես դրեցինք, բայց վերջնարդյունքին հասցրեցինք վերջերս եւ այո ծնողների մեջ ակտիվությունը կա, իրենք հետաքրքրվում են, իրենք գալիս են եւ հաղորդակցման նոր լեզուն ավելի շատ գիտակցված
եւ հասուն պատասխանատու ծնողական մոտեցումների մասին է։ Կարծում եմ, որ ամեն ինչ չեն գտնի եւ դա հնարավոր էլ չէ, բայց կարևորագույն սկզբունքները, որոնք շատ անհրաժեշտ են երեխայի հետ արդյունավետ հաղորդակցվելու եւ առողջ ներաշխարհով եւ երեխայի բոլոր ռեսուրսները բացահայտող եւ իրացնող հնարավորություններ ստեղծող ծնողավարություն իրականացնելու համար այստեղ ծնողները այդ կարևոր սկզբունքները կկարողանան գտնել։ Իսկ որտեղ գիրքը կարելի է գտնել, սա կարծում եմ նաև ամենակարևոր հարցն է։ Գիրքը կարելի է գտնել այս պահին կայքում, Parenting AM կայքում հնարավոր է գտնել գիրքը, բայց շուտով այն հասանելի կլինի նաև գրախանութներում, բայց մի փոքրիկ լրացում էի ուզում անել այն մասին, որ իրականում կարծում եմ այդքան էլ կարևոր չէ միայն մտածենք այն ուղղությամբ, որ գտնենք հարցերի պատասխանները, նույնքան կարևոր է նոր հարցեր սեփական մտքում ունենալը, եւ մենք գրքում ընդգրկել ենք նաև տարբեր գործնական առաջադրանքներ, հարցեր ծնողների համար, որոնք իրենք պետք է գնան փորձարկեն, որոնց շուրջ իրենք պետք է մտորեն, եւ շատ կարևորում ենք, որ ծնողները պարզապես սկսեն նաև վերլուծել իրենց որպես ծնողներ, իրենց դերը, իրենց հարաբերությունները, իրենց արձագանքման ձևերը, ուստի շատ ուրախ կլինենք, որ պատասխաններից բացի նաև նոր հարցեր ծնվեն մեր ընթերցողների մոտ։ Եվ քանի դեռ ունենք եւս 2-3 րոպե ամենաշատը զրուցելու այս թեմայի հետ կապված, ուզում եմ մի հետաքրքիր բան քննարկենք։ Գրեթե բոլոր գրքերը ունեն ներածություն, ունեն նախաբաններ։ Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ազատ մարդիկ այսօր կազմում են ընտանիք, բայց մինչ ընտանիքը պաշտոնապես կհամարվի ընտանիք, նրանք գուցե ապրում են միասին մի տան մեջ, կիսում են կենցաղ, որպեսզի հասկանան իրար հետ ապրելու առանձնահատկությունը եւ որքանով են կարողանում ներդաշտակվել տղան եւ աղջիկը։ Իսկ այս դեպքում մենք ունենք որևէ թեորիա, որևէ տեսական նյութեր, որոնք վերաբերում են այն կարևոր թեմային, որ զույգը մինչև ֆիզիկապես պատրաստ կլինի երեխա ունենալուն, հոգեբանորեն պատրաստ լինի։ Այսինքն չլինի երեխան հետո նոր ծնողը հասկանա, վայ, էս ինչ եղավ իմ կյանքում, հիմա ինչպես պիտի վերաբերվեմ այս երեխային հոգեբանորեն լիարժեք ու ճիշտ կյանք ունենալու համար։ Նախապես որևէ բան արվում է այսօր երիտասարդ զույգերին պատրաստելու երեխա ունենալուն։ Պիտի ուրախությամբ ասեմ, որ Հայաստան բազմաթիվ ծրագրեր կան այս առումով, բայց նաև թույլ տվեք չմոռանալ մեր բնազդների մասին, որոնք որ մեզ միշտ օգնում են եւ այստեղ էլ մենք ունենք հղում, որ չմոռանանք մեր նաև ներաշխարհի եւ մեր բնազդների մասին, որոնք որ մեզ օգնելու են այս գործում, այսինքն այո, գիտակցվածությունը չափազանց կարեւոր է, որ մենք հասկանանք ինչ ենք անում եւ ինչպես պիտի իրավիճակը ավելի լավը դարձնենք, բայց չենք մոռանում մեր կենսաբանական եւ ֆիզիոլոգիական հիմքը, որը որ եւս մեզ շատ օգնելու է ծնողավարության հարցերում։ Այո, իսկապես շնորհակալ ենք կարևոր աշխատանքի համար, որը կատարել եք, խորհուրդների համար եւ այն ամենի համար, իհարկե ինչը կգտնենք գրքում մեր սիրելի հեռուստադիտողները, շնորհակալություն ենք նաեւ հայտնում օրը մեզ հետ սկսելու համար։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, մեր խոսքը պետք է փոխանցենք արդեն լուրերի մեր գործընկերներին եւ տեսնենք թե ինչ է կատարվում առհասարակ աշխարհում եւ Հայաստանում ու դրանից հետո կվերադառնանք Գրքի լավ տրամադրությամբ շարունակելու առավոտ լուսոն համեցեք։